Աբդիուի մարգարեությունը։ Այս փոքրիկ գիրքը պարունակում է պատգամը մի մարգարեի, որի միայն անվանն ենք ծանոթ։ Նա հաղորդում է մեզ այն վերաբերմունքի մասին, որ Եդոմի ժողովուրդը Եսայի հետնորդները ունեցել է Իսրայելի ժողովրդի Եսայի եղբայր Հակոբի հետնորդները նկատմամբ։ Եդոմացիները, որոնք հաստատվել էին Մեռյալ ծովի հարավ-արևելյան մասում, մշտապես թշնամությամբ էին լցված իսրայելացիների հանդեպ։ Բայց Հուդայի թագավորության անկման և Երուսաղեմի գրավման ժամանակ նրանք այդ վերաբերմունքը հասցրին ծայրահեղության։ Արդարև նրանք ոչ միայն չօգնեցին իրենց հարևաններին, այլև ստեղծված կացությունից օգուտ քաղելով հափշտակեցին նրանց հողերի մի մասը և մասնակցեցին Երուսաղեմի կողոպուտին։ Հավանաբար գրված լինելով 587 թվականին նախքան Քրիստոս, բաբելոնացիների կողմից Երուսաղեմի գրավումից քիչ առաջ, Աբդիուի գիրքը հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ միաժամանակ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը և դրանով էլ մխիթարության պատգամ է տալիս իսրայելացիներին, այն է վերջին խոսքը պատկանում է Աստծուն, որը գալու է դատելու բոլոր ժողովուրդներին։ Աբդիուի տեսիլքը, որը երևաց Աքաբի օրով Ասորստանից դուրս գալուց առաջ։ Տերը հայտնում է Եդոմի կործանումը։ Սա է Աբդիուի տեսիլքը, այսպես է ասում Տերը Եդոմի մասին. լուր իմացա Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին, ելեք պատերազմի դուրս գանք նրա դեմ։ Ահա ես քեզ փոքրաթիվ թողեցի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։ Քո հպարտությունը քեզ վերև բարձրացրեց, բնակվելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին և ասելու ինքդ քեզ. ով ինձ գետին կիջեցնի։ Եթե արծվի պես էլ բարձրանաս, և եթե աստղերի մեջ էլ դնես քո բույնը, այնտեղից անգամ կիջեցնեմ քեզ, ասում է Տերը։ Եթե գողերն ու գիշերային ավազակները մտնեին քեզ մոտ, որտեղ էլ որ թաքնվեիր, իրենց բավարարելու չափ բան չէին գողանա։ Եթե քաղողները մտնեին քո մեջ, արդյոք վերջին ողկույզն անգամ չէին քաղի։ Ինչպես քննության ենթարկվեց Եսավը, և բացահայտվեցին նրա թաքցրածները։ Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանները ուղարկեցին, նրանք քո դեմ ելան, քեզ հետ խաղաղություն կնքող մարդիկ իշխեցին քեզ վրա, խաբեցին քեզ ասելով. նա խելք չուներ։ Տերն ասաց այդ օրը կվերացնեմ իմաստությունը Եդոմի երկրից և հանճարը Եսավի լեռից, և Թեմանում գտնվող քո պատերազմողները խուճապահար կլինեն, քանի որ պիտի վերանա մարդը Եսավի լեռից։ Եդոմի մեղքը։ Քո եղբոր Հակոբի սպանության և ամբարշտության պատճառով ամոթը պիտի ծածկի քեզ, և դու պիտի ջնջվես հավիտյան այն օրվանից, որ հակառակվեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղեմի համար, և դուք նրանցից մեկն էիք։ Դու պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումը օտարների կողմից, պետք չէ ոտքով հարվածեիր Հուդայի երկրի որդիներին նրանց կորստի պահին, և պետք չէ գոռոզանայիր նրա նեղության օրը։ Պետք չէ ներս մտնեիր ժողովրդի դռներից նրանց ցավերի ժամանակ, պետք չէ տեսնեիր նրանց հավաքը նրանց սպանության օրը, և պետք չէ հարված հասցնեիր նրանց զորությանը նրանց կորստի օրը։ Պետք չէ գրավեիր նրանց կիրճերը նրանցից փրկվածներին սպանելու համար,
և պետք չէ պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության ժամանակ։ Իսրայելի վրեժխնդրությունը։ Արդարև մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրա։ Ինչպես որ դու արեցիր, այնպես էլ քեզ կպատահի, և քո հատուցումը կիջնի քո գլխին, քանզի ինչպես դու հարբեցիր իմ սուրբ լեռան վրա, բոլոր ժողովուրդները գինի կխմեն, կհարբեն, կթուլանան և կդառնան այնպես, կարծես թե չեն եղել։ Իսրայելի հաղթանակը։ Բայց Սիոն լեռան վրա փրկություն կլինի, և այդ վայրը սուրբ կդառնա։ Հակոբի տոհմը կտիրանա իր ժառանգությանը։ Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը բոց, իսկ Եսավի տունը եղեգ։ Նրանք կվառվեն նրա շուրջը և կուտենային, և Եսավի տանը կրակ անող չի մնա, քանի որ Տերը խոսեց։ Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, Սեփելացիները օտարազգիներինը, նրանք կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, ինչպես նաև Բենյամինի ու Գաղաադի երկիրը։ Իսրայելի առաջին աքսորյալները կժառանգեն քանանացիների երկիրը մինչև Սարփաթ, իսկ Երուսաղեմի աքսորյալները, որոնք Եփրաթայում էին, կժառանգեն Նագեբի քաղաքները։ Փրկվածները Սիոնի լեռից ոտքի կկանգնեն, վրեժ լուծելու Եսավի լեռից, և կհաստատվի Տիրոջ արքայությունը։ Հովնանի մարգարեությունը։ Ներածություն։ Հովնանի գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, որը փորձում է չհնազանդվել Աստծո հրամանին։ Բայց իզուր, արտակարգ կենդանի այս պատմությունը իր զանազան մասերով ունի գերազանցապես ուսուցողական նպատակ։ Դրանով էլ որոշ իմաստով այն համարվում է Իսրայելի ժողովրդի իմաստության գանձարանի գոհարներից մեկը։ Հովնանի պատմությունը արտահայտում է մի քանի էական ճշմարտություններ։ Դրանք հետևյալներն են. Աստված իր սերը չի վերապահում միայն իսրայելացիներին, այլ նաև օտարներին, այնուհետև նա միշտ պատրաստ է հրաժարվել իր սպառնալիքներից, երբ մարդիկ լսում են իր նախազգուշացումները և իրապես փոխում իրենց վերաբերմունքը։ Եվ վերջապես նա բացարձակ տերն է արարչագործության, մասնավորապես կյանքի և մահվան, և մարգարեն իրավունք չունի բնավ սրտմտելու, երբ Աստված ներում է, շնորհում մեղավորներին։ Բացի այդ, Հովնանի գիրքը աշխույժ սրամտությամբ ցույց է տալիս, թե որոնք են այն դժվարությունները, փորձություններն ու կասկածները, որոնք կարող են երևան գալ մի մարգարեի կյանքում և հետևաբար ամեն մարդու կյանքում, որին մի առաքելություն է տրված Աստծուց։ Այս գիրքը մեզ ուսուցանում է նաև, որ Աստված իր մարգարեին չի թողնում շփոթության և առանձնության մեջ, ոչ էլ թույլ է տալիս, որ նա հեռանա իրենից, որովհետև Աստված պատրաստ է կրկին ու կրկին ասելու և բացատրելու, որ իր սերը չի բացառում ոչ ոքի։ Հովնանը փորձում է փախչել Տիրոջից։ Տերը խոսեց Ամաթի որդի Հովնանի հետ և ասաց. «Ելիր և գնա Նինվե մեծ քաղաքը և քարոզիր այնտեղ, քանի որ նրա չարության համբավը հասավ ինձ»։ Սակայն Հովնանը ելավ Տիրոջ ներկայությունից փախչելու Թարսիս, իջավ Հոպե, գտավ մի նավ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը և մտավ նավը, նրանց հետ նավարկելու դեպի Թարսիս, Տիրոջ ներկայությունից հեռու։ Տերը հողմ բարձրացրեց ծովում, մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Նավավարները խիստ վախեցան և յուրաքանչյուրը օգնության էր կանչում իր Աստծուն։ Նավի վրա եղած կարասին գցեցին ծովը, որպեսզի նվազեցնեն վտանգն իրենցից։ Իսկ Հովնանը իջել էր նավի մի խորշը, ննջում էր
և խռմփացնում։ Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ինչ ես խռմփացնում, վեր կաց, աղաչիր քո Տեր Աստծուն, թերևս մեզ փրկի և մենք կորստի չմատնվենք»։ Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկեք վիճակ գցենք և իմանանք, թե ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»։ Վիճակ գցեցին և վիճակն ընկավ Հովնանին։ Ասացին նրան. «Պատմիր մեզ, թե ի՞նչն է այս չարիքների պատճառը, ի՞նչ գործ ես անում, որտեղից ես գալիս և ուր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»։ Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տեր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։ Մարդիկ շատ վախեցան և ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել», որովհետև իմացան, թե փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց։ Ասեցին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի», քանի որ ծովն ավելի էր ալեկոծվել և փոթորիկ էր բարձրացնում նրանց վրա։ Հովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցեք, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրա հասել»։ Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել և չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում և սաստկանում նրանց դեմ։ Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Ների՛ր, Տեր, մեզ կորստի մի մատնիր այս մարդու պատճառով և անմեղ արյուն մի բեր մեզ վրա, քանի որ դու, Տեր, արեցիր ինչպես որ կամեցար»։ Եվ Հովնանին առան ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծությունից և մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը և ուխտեցին ծառայել նրան։ Հովնանի աղոթքը։ Տերը խոշոր կետ ձկանը հրամայեց կուլ տալ Հովնանին։ 3 ցերեկ և 3 գիշեր Հովնանը կետի փորում էր։ Հովնանը կետի փորի միջից աղոթեց Տեր Աստծուն և ասաց. «Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն, և նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից։ Տեր, լսիր իմ ձայնը, ինձ գցեցիր ծովի խորքերը և ջրի հոսանքները պաշարեցին ինձ։ Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա, և ես մտածեցի, թե մերժվել եմ քո ներկայությունից։ Արդյոք նորից պիտի տեսնեմ քո սուրբ տաճարը։ Ջրերը թափվեցին ինձ վրա և շունչս կտրելու աստիճան։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ, գլուխս մտավ լեռների փապարների մեջ, իջա մի երկիր, որի նիգերը փակ են հավիտյան։ Ես կփրկվեմ ապականությունից, երբ հոգիս տկարացավ, քեզ դիմեցի, Տեր իմ Աստված, մտաբերեցի Տիրոջը, և թող իմ աղոթքները հասնեն քո սուրբ տաճարը։ Նրանք, որ ունայն ու սուտ աստվածներ էին պաշտում, թողեցին իրենց երկյուղածությունը, իսկ ես օրհնության և խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, և կարժանանամ Տիրոջ փրկության։ Եվ Տերը հրամայեց վիշապ ձկանը, և ձուկը նրան ցամաք նետեց։ Հովնանը քարոզում է Նինվեում։ Եվ Տերը երկրորդ անգամ խոսեց Հովնանի հետ և ասաց. «Ելի՛ր, գնա Նինվե մեծ քաղաքը և այնտեղ քարոզիր ըստ նախկին պատգամի, որ տվեցի քեզ»։ Հովնանը ելավ ու գնաց Նինվե։ Ինչպես Տերն ասել էր նրան, Նինվեն շատ մեծ քաղաք էր, 3-օրյա ճանապարհի չափ։ Հովնանն սկսեց մուտք գործել քաղաք։ Երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս 3 օր, և Նինվեն պիտի կործանվի»։ Նինվեացի մարդիկ հավատացին Աստծո պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուր ցաքան։ Լուրը հասավ նինվեացիների թագավորին։ Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուր ցաքավ և նստեց մոխրի վրա։ Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։ Եվ մարդ ու անասուն քուր ցաքան, ի սրտե աղոթեցին Աստծուն։ Բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից։
որ իրենց ձեռքով էր կատարվում, եւ ասացին. ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի եւ հետ կանգնի իր խիստ բարկությունից եւ կորստի չմատնվենք։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից։ Աստված զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թե կանի նրանց եւ չարեց։ Հովնանը հասկանում է, թե ինչու Տերը խղճաց Նինվեին։ Հովնանը մեծապես տխրեց եւ ջղայնացավ, աղոթեց Տեր Աստծուն եւ ասաց. «Ով Տեր, ես այդ նույն բանը չասացի, երբ տակավին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։ Արդ Տեր, առ իմ հոգին ինձնից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնել, քան կենդանի լինել»։ Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շատ ես տխրել»։ Հովնանը դուրս ելավ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամփովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թե ինչ պիտի պատահի քաղաքին։ Եվ Աստված հրամայեց դդմենուն, որը բարձրացավ Հովնանի գլխի վրա, նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից։ Հովնանը չափից շատ ուրախացավ դդմենու համար։ Եվ հաջորդ օրը վաղ առավոտյան Աստված հրամայեց որդին, որը կերավ դդմենին եւ այն չորացավ։ Իսկ երբ արևը ծագեց, Աստված հրամայեց տապախառն խորշակ քամուն եւ արևն ընկավ Հովնանի գլխին։ Սա տանջվում, սրտնեղում էր եւ ասում. «Ինձ համար ավելի լավ է մահը, քան այս կյանքը իմ»։ Եվ Աստված ասաց Հովնանին. «Իսկապես խիստ ես տխրել դդմենու համար»։ Հովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»։ Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն, նա գիշերը բուսնեց եւ մյուս գիշեր կորավ։ Իսկ ես չխնայեմ Նինվե մեծ քաղաքին, որտեղ ապրում է ավելի քան 120,000 մարդ, որոնք իրենց լավն ու վատը չիմացան, ինչպես նաեւ շատ կենդանիներ»։ Նավումի մարգարեությունը։ Ներածություն։ Նավումի գրքի սկզբում հիշատակված է ասորեստանյան կայսրության մայրաքաղաք Նինվեի անկումը, որի գերիշխանության տակ էին գտնվում իսրայելացիները։ Այս գիրքը գրված է 663 թվականին նախքան Քրիստոս ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման եւ 612 թվականին նախքան Քրիստոս բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման մինչև ընկած ժամանակաշրջանում։ Գիրքը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը ծառայում է որպես ընդհանուր ներածություն եւ հաստատում է Աստծո զորությունը։ Նա է իշխում համայն արարչագործության վրա եւ դատում աշխարհը։ Երկրորդ մասում հստակորեն ցույց է տրված, որ այդ զորությունը պիտի արտահայտվի Նինվե քաղաքի կործանումով եւ դրա հետևանքով Հուդայի երկրի բնակիչների ազատագրությամբ։ Երկրորդ մասում նկարագրված է Նինվեի եւ նրա ներկայացրած իշխանության փլուզումը 2:4-3:19։ Նավումը Նինվեի կործանումը ներկայացնում է որպես հետևանք Աստծո դատաստանի։ Լինելով ոչիրներով եւ ցոփությամբ մի գոռոզ մի քաղաք, Նինվեն հանդես է գալիս որպես խորհրդանիշը մարդկային իշխանության, կառուցված այնպիսի հիմքերի վրա, որ ընդունելի չէ Աստծուն։ Նավումի գրքի այժմեականությունը կայանում է այն ճշմարտության մեջ, թե այդ կարգի ամեն իշխանություն անխուսափելիորեն դատապարտված է ոչնչանալու։ Պատգամ Նինվեին։ Նավում ելկեսացու տեսիլքի գիրքը։ Տերը ահավոր է եւ բարի։
Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր։ Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժելուծում իր հակառակորդներից և ինքն է վերացնում իր թշնամիներին։ Համբերատար է Տերը, մեծ է նրա զորությունը։ Տերը ամենևին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտույտով է և կործանումով։ Քամին նրա ձին է, ամպերը նրա ոտքերի փոշին։ Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։ Լեռները դողացին նրանից, բլուրները սասանվեցին, խախտվեց երկիրը նրա առաջ, ինչպես նաև նրա բոլոր բնակիչները։ Նրա բարկությանով կդիմանա, ով կկանգնի նրա զայրույթի և սրտմտության դեմ։ Նրա զայրույթը հալեցնում է իշխանությունները, ժայռերը խորտակվում են նրա առաջ։ Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են նրան նեղ օրերին։ Նա ճանաչում է իրենից երկյուղ կրողներին։ Հեղեղով վերջ կտա իր դեմ ըմբոստացածներին և խավարը կհալածի նրա թշնամիներին։ Պատգամներ Հուդայի երկրին։ Ինչ եք խորհում Տիրոջ դեմ։ Ինքն է վերջ տալու և կրկին անգամ վրեժ չի լուծի նեղության մեջ։ Մինչև իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան, բաղեղով պատվածի պես պիտի սպառվեն և լինեն ինչպես չորացած եղեգ։ Քեզնից պիտի դուրս գա Տիրոջ դեմ չար խորհուրդը, հակառակությամբ չարիք խորհելու միտքը։ Այսպես ասաց Տերը բազում ջրերի իշխանների մասին. այսպես պիտի բաժանվեն նրանք, և քո մասին այլևս լուր չի լսվելու։ Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախված նրա գավազանը և քո կապանքները պիտի խզեմ։ Տերը կհրամայի քեզ համար և այլևս չի հռչակվի քո անունը։ Պիտի ջնջեմ քանդակված և ձուլածո կուռքերը քո Աստծո տնից և այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար։ Ահա արագընթաց են ավետաբերի ոտքերը լեռների վրա, որ խաղաղություն են ավետում։ Տոնի՛ր քո տոնը, Հուդայի երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլևս քո միջով չի անցնելու անօրենը քեզ հյուծելու համար։ Նա վախճանվեց, մաշվեց և վերացավ։ Իմաստի հստակության համար այս համարում հետևել ենք եբրայերեն բնագրին։ Պատգամ Նինվեին։ Ելավ նա, ով փչում է քո դեմքին և քեզ փրկում նեղությունից։ Հսկիր ճանապարհը, պնդացրու մեջքդ, զորացիր մեծ ուժով։ Քանզի Տերը վերադարձրեց Հակոբի հպարտությունը Իսրայելի հպարտության նման, քանի որ բոլորովին թոթափեցին նրանց և նրա ճյուղերը ապականեցին։ Նրա զորեղ մարդկանց զենքը հզոր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ։ Նրանց կուռքերի սանձերը կփայլեն պատերազմի նախօրյակին։ Հեծյալները իրար կանցնեն ճանապարհներին և հրապարակներում կխառնվեն իրար։ Նրանց տեսքը կրակե լամպերի նման է, և նրանք փայլակի պես այս ու այն կողմ են գնում։ Նրա մեծամեծները կհիշեն և ցերեկը կփախչեն։ Կտկարանան իրենց ճանապարհները, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։ Քաղաքների դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին, և նրանց հարստությունը հայտնի դարձավ։ Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ և ինչպես աղավնիներ հառաչում էին իրենց սրտերում։ Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի, նրանք փախան քեզնից և տեղ չբռնեցին։ Չկար մեկը, որ հսկեր
հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները։ Սրտի սոսկում, թոթափում և ձգտում, ձկների թուլացում, ցավ ամեն մեջքի վրա, և բոլորի երեսները սևացան պուտուկի նման։ Նինվեն նման է պարտված առյուծի։ Ուր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ուր գնաց մտավ առյուծը։ Չկար մեկը, որ վախեցներ առյուծի կորյունին։ Առյուծը բավական որս արեց իր կորյունների համար։ Որս խեղդեց իր կորյունների համար, իր բույնը լցրեց որսով և իր որջը հափշտակված բաներով։ Ահա ես քո դեմ եմ, ասում է Ամենակալ Տերը, ծխով կայրեմ քո զորքերը, սուրը կուտի քո առյուծներին, երկրից կվերացնեմ քո որսը և այլևս չեն լսվի քո գործերը։ Սպանդի մատնված ոճրային քաղաքը։ Ով արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, ուր որսը պետք է փնտրվի, եբրայերեն, այնտեղ որսը պակաս չէ։ Հարվածների ձայն, անիվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալ գլոր անկում, հաշիվ չկա նրա ժողովուրդներին, նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկության պատճառով։ Գեղապանծ պոռնիկ կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ, և տոհմերը իր կախարդանքներով։ Ահա ես քեզ դեմ եմ, ասում է Ամենակալ Տեր Աստված։ Պիտի բացեմ քո ետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին քո անարգանքը։ Քեզ վրա պիտի նետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և խայտառակ պիտի անեմ քեզ։ Եվ այնպես պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի և ասի. խեղճ Նինվե, ով կլինի, որ հեծեցի քեզ համար։ Որտեղից մխիթարություն փնտրենք քեզ համար։ Բաժին պատրաստիր, քնար լարիր, ով Ամոնի նահանգ, որ բնակվում ես գետերի միջև, ջրերով շրջապատված, որի սկիզբը ծովն է, և ջրերը նրա պարիսպը։ Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զորությունն են, և նա երբեք փախուստի չէր մատնվի։ Լիբիացիները նրան օգնական դարձան, սակայն նա էլ սասանվելով գերի կգնա։ Քարին կխփեն նրա զավակներին, նրա ճանապարհների սկզբում նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։ Եվ դու կհարբես, կհիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կխնդրես։ Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրա երևացող թզի, որ եթե շարժվի, կընկնի ուտողների բերանը։ Ահա քո ժողովուրդը կանանց նման կլինի քո մեջ, քո թշնամիների համար անպայման կբացվեն քո երկրի դռները և կրակը կլափի քո նիգերը։ Պաշարման համար ջուր լցրու և ամրացրու քո ամրոցները։ Մտիր ցեխի մեջ, կոխոտիր, շաղախիր այն հարդի հետ և պնդացրու ավելի քան աղյուսը։ Այնտեղ կրակը կլափի քեզ, սուրը կսպանի քեզ, կուտի քեզ ինչպես մորեխը և կծանրանա ինչպես ջորիակը։ Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկավ ջորիակը, թռավ, առաջ գնաց ինչպես փոքրիկ մորեխը, և քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է
ցանկապատին, ծագեց արևը, գնաց և չիմացվեց նրա տեղը, վայ նրանց քո հովիվները ննջեցին, Ասուրեստանի թագավորը կոտորեց քո զորքերը, քո ժողովուրդը չվեց լեռները, չկար մեկը, որ մնար։ Թարախակալվեցին քո վերքերը և քո անկումը բուժում չունի։ Բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գույժը, ծափ կզարնեն քեզ համար, քանի որ ում վրա չեկավ քո չարությունը մշտապես։